Ստեղի դեպ այդ թեմայով մի հատ հարց է Անահիտ Վարդերեսյան հարգելի հաղորդավարներ, եթե ընդդիմադիրների նպատակը այս իշխանությանը փոխելն է, ապա ինչու չեն պայմանավորվում իրար չխփել, այլ միահամուռ խփել մեկին։ Խփելը ենթադրում եմ քաղաքական խփոցու մասին, ոչ թե բառի բուն իմաստով։ Իրականում այս հարցը ինձ էլ է հուզում, իրականում անձամբ ես իմ անունից եմ հիմա խոսում, որևէ քաղաքական ուժի համար կամ խմբի համար չեմ կարող բնականաբար ասել, ես ինքս համարում եմ, որ կարող է ընդդիմության տարբեր ինչ-որ բևեռների ճամբարների միջև լինի մրցակցություն, ընդ որում կատաղի մրցակցություն, բայց եթե մենք հասկանում ենք, որ Նիկոլը ոչ թե ուղղակի քաղաքական ինչ-որ հակառակորդ է, եթե մենք հասկանում ենք, որ ինքը զուտ տենց անհաջող գործիչ չի, այլ իրականում կործանող է, ինչպես դասականը կասեր, ազգակործան պատուհաս է, ապա այո, իմ համար էլ ընդհանրապես անհասկանալի է, ինչի է ընդդիմությունը իր ժամանակի մի 60%-ը ծախսում, ընդդիմադիր տարբեր ուժեր, կամ նույնիսկ ոչ թե ուժերը ամբողջությամբ, այլ ինչ-որ սենց երևացող հանրային ֆիգուրներ, ինչի են իրանց ժամանակի 60-70, երբեմն 80%-ը ծախսում իրար քլնգելու, իրար դեմքին թռնելու համար։ Իմ համար դա անհասկանալի է, դա իրականում վնասում է բոլորին, այսինքն ընդհանուր ընդդիմության հանդեպ հարգանք, չգիտեմ, վարկանիշ է, ինչ է, այդ ամեն ինչը վնասվում է ու շատ վատ արդյունքներ է տալիս, ինչը նաև երևում է հարցումներից։ Իհարկե այդ մոտեցում կա, որ մենք չենք հավատում հարցումներին, չգիտեմ, ամեն հարցման վրա հարցակումա գնում է, որ այս ինչը սենց է, այս ինչը նենց է, չէ, խաբում են, հարցումները իհարկե ունենում են անճշտություններ, ընդ կա սխալանքի տոկոս, պլյուս մինուս ասենք 2%, բայց ցանկացած դեպքում շատ լուրջ խնդիրներ են երևում այս ամեն ինչից, ու այդ լուրջ խնդիրների առկայության դեպքում շարունակել իրար տշելը, դա կներեք, չգիտեմ, անբացատրելի է։ Ես իհարկե մինչև հարցումները իհարկե ընդունելով այդ ելակետը, որ խնդիր կա ընդդիմությունում ու միշտ, այսպես ասեմ, ոչ բարի նախանձով, բայց հիշում եմ այն ժամանակները, երբ որ այսպես ասած այս ներկայիս իշխանությունն էր ընդդիմություն ու իրանք ոնց էին պահում այդ կանոնները, բնականաբար այդ հարցը առաջանում է, ինչի մեր ընդդիմությունը այդ իմաստությանը չի գալիս ի վերջո մեկ միասնական ճակատով պայքարելու Նիկոլ Փաշինյան կոչվող չարիքի դեմ, բայց միևնույն ժամանակ, քանի որ ես նաև ինքս շատ մեծ տհաճությամբ եմ հետևում այդ գրառումներին, Facebook-յան տիրույթում, պետք է նկատել, որ այս հարցը, այսինքն այս առճակատումը, ես չեմ տեսնում ընդդիմության լիդերների բաց տեքստերում, դա լինում է, այսպես ասած, երկրորդ կարգի, երրորդ էշելոնի աջակիցների մակարդակում, որ շատ հաճախ, շատ անհարգի բառապաշարով հարցակվում են միմյանց վրա։ Ու երբ որ փորձում եմ, քանի որ շատ ընդդիմադիր թևերում ես ունեմ շատ լավ ընկերներ, շատ խաղափարակից, լավ մարդիկ, ծանոթներ, անկեղծ հետաքրքրությամբ ինքս եւս չլինելով որևէ կուսակցական պատկանելությամբ, հասկանամ ինչն է պատճառը, լավ, միթե չի կարելի հետ կանգնել այդ ամեն ինչից կամ ձեր ներքին այսպես խժդժությունները չբերել իլուր աշխարհի եւ ինչպես նախկինում կասեին չուրախացնել թշնամուն։ Հիշում ես, չէ՞, թուրքը տեսնում ուրախանում է։ Բայց այդ շատ երկար, շատ բազմատպիսի խոսակցությունները ինձ բերել են այդ համոզմամբ, որ շատ հաճախ այդ կներեք այսպիսի աստիճանակարգության համար, բայց ամեն դեպքում այն մարդիկ, ովքեր այդ խոսույթը տարածում են, իրենք օրինակ, չգիտեմ, այդ ընդդիմադիր թևերի պատգամավորները չեն կամ առաջադրված մարդիկ չեն, նրանք հիմնականում աջակիցներն են, այդ մարդիկ կամ ինքնագործունեությամբ են զբաղվում այս կամ այն հայտարարությունը անելուց,
կամ ձևացնում են, որ ինքնագործունեությամբ են զբաղվում առնվազն մյուս կողմի ընկալմամբ, եթե կարողացա բացատրեմ ինչ եմ այսինքն, այսինքն ցանկացած ճամբարի մարդու հետ որ խոսես, ինքը բնականաբար քո հետ կհամաձայնի, որ այո, պետք է մի ճակատով պայքարել, բայց միևնույն ժամանակ դուք տեսնում եք, բայց ես ոնց կանգնեմ այն ինչի կողքին, լավ կլինի ինքը գնա տուն, իր ռեսուրսն էլ տա մեզ, այո, ճիշտ կլինի, որ ինքը չմասնակցի, մյուսը մասնակցի, ամեն մեկը ինքը ունի իր պատկերացումները պայքարի ճիշտ կամ սխալ մեթոդի մասին, բայց այդ մեթոդը, եթե դու համոզմունք ունես, որ դիմացինդ իր մղումներով ազնիվ է եւ առնվազն առաջա մղում ազգային օրակարգ, իմ համար պարզապես անընդունելի է հրապարակավ այդ կոչերը։ Ես ինքս շատ հաճախ կարող եմ այս կամ այն քայլի հետ համաձայն չլինեմ, բայց իմ էջում կարող եք, չգիտեմ, տարիներով տեսնել որևէ ընդդիմադիր կողմի թիրախավորում չի լինի։ Ես կհանդիպեմ այդ մարդուն, կասեմ ինչ խնդիր կա, ինչու ես այսպես քննադատություն էլ կարող է լինել, կարող է նույնիսկ հրապարակային քննադատություն լինել, բայց ասենք ձևակերպումների հարց է։ Եթե դու իսկապես ուզում ես, տեսնում ես խնդիր, ուզում ես խնդիրը լուծվի, կարելի է հանգիստ այնպես դա ձևակերպել, որ այն դիմացի մարդը ոչ թե հակառակվի, այլ իսկապես ուզի այդ խնդիրը լուծել։ Ու այստեղ մի բան էլ կա, ոչ մեկ չի ասում, որ սիրեք զմիմյանս ու քաղաքականության մեջ պետք է ինչ-որ տոտալ համերաշխություն լինի, դա տենց հեքիաթների շարքից է, ֆանտաստիկայի ժանրից է, ոչ գիտական ֆանտաստիկայի, այդպես չի լինում։ Միշտ էլ կա մրցակցություն, միշտ էլ կա ինչ-որ հակակրանք եւ այլն եւ այլն։ Բայց առնվազն այդ ամեն ինչը պետք չի հասցնել այն վիճակի, որ վերջում արդեն ոնց որ հետ գալու տեղ չեք թողում, կամուրջները այրվում են եւ այլն։ Ընդ որում նես չի որ միայն Հայաստանում է, հա, ընդդիմությունները այդպես խնդիրների հետ բախվում։ Ընդհանրապես, ասենք, եթե հիմա նայենք ռուսական ընդդիմությանը, այն կարգ իրար էլ ծեծում են, էլ ինչ որ իրար զակազ են տալի, հա, պետք չի համեմատվել իրանց հետ։ Բայց միևնույն ժամանակ ես ասում եմ միշտ լավ մտավարժանք է բացել քարտեզը ու նայել մեզ, մեր տեղը, դիրքը եւ չափսը աշխարհի վրա ու հասկանալ, որ մենք իրապես որպես պետություն, որպես ազգ այս ժամանակներում գոյատևելու համար շատ փոքր ենք, որպիսի նույնիսկ ընդդիմության մակարդակում լինենք այսքան պառակտված։ Հա, ընդհանրապես այդ բևեռացումից ու պառակտվածությունից շահում է միայն 2-3 շահառուկան, հա, Նիկոլ Փաշինյան, Իլհամ Ալիև ու Էրդողան։ Կարող Մանեն Մինասյան հարցնում է, իսկ այդ անձանց ինքնագործունեությունը չակերտներով զսպել չեն կարող, կանխել այդ ուժերը կամ հայտարարելի լուր բոլորին, որ այդ ինքնակոչն իրենց հետ կապ չունի։ Այդքան այնքան խոսակցություններ ա եղել այդ թեմաներով ու ես ճիշտ ասած չեմ ուզում նորից դրա մեջ մտնել, այսպես ասեմ, ես միշտ ասում եմ անձնական խոսակցությունները, մասնավոր զրույցներում եմ ասում, գրառումներում եմ բանանում, մեր ընդդիմության ամենամեծ խնդիրներից մեկը այն է, որ իրավիճակի ամբողջ լրջության ընկալում, որպես մոտալուտ եւ իրական գոյաբանական սպառնալիք չկա այդ ընկալումը ցավոք։ Ինչքան էլ մարդիկ ասում են, որ չէ, մենք հասկանում ենք եւ այլն, բայց իրանց կյանքում այն փոփոխությունները, որոնք պետքա լինեին այդ հասկանալուց, չկան այդ փոփոխությունները։ Ըստ էության Նիկոլ Փաշինյանը Հայաստանի դեմ վարվող պատերազմի, այդ Հայաստանի դեմ պատերազմ վարողների կողմից է, հա, ու այդ պատերազմի ընկալում չկա, իդեպ իրանք էլ են հատուկ ամեն ինչ անում, որ պատերազմի ընկալում չլինի, այդ համերգները, այդ սալուտները, այդ սրտիկները, այդ չգիտեմ ինչերը, ես իմ տոլմայի փառատոն, ես իմ ինչի համերգ եւ այլն, այդ ամբողջ կրկեսը նրա համար է, որ մարդկանց մոտ նույնիսկ այն առողջ մարդկանց մոտ, որ տեսնում են ամեն ինչ վարի է գնում,
բայց ասենք էլի ինչ որ մտքի խորքում կասկած լինի, ասի, բայց կարողա վсё-таки չէ, էլի ես եմ գիշ։ Ընդորում ահռելի թվով մարդիկ կան ու ըստ հարցումների դա 50%-ից ավել մարդիկ են, որոնց թվում է, որ իրանք մենակ են, որ այ մենակ իրանք են տեսնում, իսկ ուրիշ ոչ մեկ չի հասկանում։ Այն դեպքում, որ տեսնողներն ու հասկացողները մեծամասնությունն են, որ տեսնում են այս աննորմալ վիճակը, բայց բոլորին համոզել են, որ չէ, մենակ դու ես ու դու մենակով ոչինչ բան չես կարող անել։ Հա, այս ինքնագործունեության իմաստով ասեմ, ինքը էլի շատ դժվար երևույթ է, երբ որ դու գործ ունես մասաների հետ, որովհետև ցանկացած, այսինքն դա ենթադրելու է, առերևույթ քո թիմակցի նկատմամբ վարկաբեկող հայտարարություն անել, որը բնականաբար մանիպուլացվելու է ոչ միայն կոնկրետ այդ շրջանակների, շահառու շրջանակների, նաև են, այսպես ասած, իշխանական կամ տարոն չախոյանական մեդիաների կողմից, որոնք անելու են։ Բնականաբար ընդդիմության առաջնորդները իրանց դեմքերով չեն կարող գնալ եւ ամեն մի աջակցի մակարդակով հայտարարել էս մեկը մեր հետ կապ ունի կամ կապ չունի։ Ուղղակի իրանք պետք է այնքան հաստատակամ լինեն իրանց օրակարգերում, այնքան հաստատուն լինեն, որպիսի այդ երկրորդային, երրորդային աղմուկը չկարողանա ստվերել իրանց կատարած աշխատանքը։ Այսինքն ուղղությունը պետք է տանել ոչ թե կենտրոնանալ եւ ամեն մի պետք է խոհեմություն դրսևորել եւ ամեն մի հայտարարություն չընկալել որպես այդ քաղաքական ուժի ամբողջ մարտավարական բովանդակությունը։